եկեք բան անենք, մյուսներին հնարություն տանք, վերջում կարող եք մնալ ձեր օնլայնը կմիացնեք, այդ բանավեճը կծավալեք, հանցիկ ես կոնում։ Պարոն Հովակիմյան, Ֆակտոր TV Արփիակոբյան, պարոն Հովակիմյան, տեսեք, այս պահին Դավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կա ընտրված, բայց նա այսօր ստացավ ՊԿ-ական, այսինքն ազգային, որ նա ազգային ժողովի պատգամավոր է։ Այս հարցը կխնդրեմ նախասեք ինչպես է կարգավորվում, ինչ գործողություններ, ինչ փուլեր պետք է հաջորդեն սրան, որ մի կողմից մարդը փաստորեն կալանքի տակ է, մյուս կողմից մանդատ է ստացել եւ պարոն Հովակիմյան, դուք նախկինում ընտրություններից առաջ մերժել եք դատախազության միջնորդությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ, դա ինչով էր պայմանավորված, այսինքն այն ժամանակ չկային այն հիմքերը, որոնք որ հիմա կան այս նոր միջնորդությամբ, շնորհակալ եմ։ Նախ պարոն Ղազինյանի հետ կապված Արգելի Լագրոնը ջան, դա կենտրոնական տրական հանձնաժողովի եւ ԳԸ-ի դիրքից դուրս բարձրանում ինչու։ Որտեղ այս դեպքում իրավական կարգավիճակը դրա դեպքում հանձի նկատմամբ կա քրեական հետապնդում, չէ, նաեւ կարծում խափանման միջոցներ կանոնավորում են։ Եվ հանձը ընտրվել է պատգամավոր։ Այս իրավական կարգավիճակը արդեն դատախազության եւ պարոն Ղազինյանի փաստաբանների այսպեսին քննարկման տիրույթում։ Այսինքն տեսեք, ՊԿ-ականը տվել ենք, տեսեք, կրկնում եմ իրավիճակը, որովհետեւ նոր կարգավիճակը, որ պարոն Ղազինյանը ձեռք է բերել, այսինքն ընտրված բայց լիազորություն չստացած պատգամավորի, ինքը նույն այն կարգավիճակն է, որը որ ներկայումս օրինակ պարոն Կարապետյանն ունի։ Այսինքն տվյալ դեպքում սահմանադրական դատարանը ըստ էության թեկնածուի, պատգամավորի թեկնածուի եւ ընտրված բայց լիազորությունը չստանձնած պատգամավորի կարգավիճակը նույնացնում է։ Եվ հետագա իրավական գործընթացները արդեն գտնում են պարոն Ղազինյանի իր փաստաբանների եւ դատախազության տիրույթում։ Իրենք են արդեն այստեղ։ Ես կարող եմ, եթե ես չեմ սխալվում, 21 թվականում նման իրավիճակ եղել է եւ 21 թվականին կարծեմ հենց դրանով էր պայմանավորված նաեւ հետագայում սահմանադրական դատարանի այս որոշումը, որ 1644 որը հիշատակից է, որ սահմանադրական դատարան ըստ էության նման պարագաներում պահանջում է, որպեսզի ազգային ժողովում, այսինքն մանդատը, այսինքն լիազորությունը ստանձնելուց հետո պարտադիր դատախազությունը նաև ստանա ազգային ժողովի համաձայնություն, պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդումը շարունակելու համար։ Դա 21 թվականին այդպես եղել է եւ հիմա ես ընդհանրապես ասում եմ, թե սա ինչ իրավիճակ է, բայց գործընթացի տերը, այսինքն ովքեր որ պիտի համապատասխան միջոցները ձեռնարկեն, դա դատախազությունն է եւ պարոն Ղազինյանի ինքը պարոն Ղազինյան եւ իր փաստաբանները։ Ինչ վերաբերում է պարոն Կարապետյանի հետ կապված միջնորդ, հենց խնդիրը այս ես որ ներկայացնում եմ դրա մասին է, որ երբ որ միջնորդությունը ներկայացվել է եւ սահմանադրական դատարանի որոշումից հետո այլևս պատգամավորի թեկնածուի իրավունքները եւ պարտականությունները դադարում են 91-րդ հոդվածի ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի հիմքով որ պատգամավորի թեկնածուի իրավունքները պարտականությունները դադարում են ընտրական օրենսգրքով պայմանավորված եւ այդ ժամանակ մենք կենտրոնական տրական հանձնաժողով հենց 91-րդ հոդվածի հիմքով ոչ թե մերժել, այլ վերադարձրել ենք մենք միջնորդություններ վերադարձրել, որտեղ 91-րդ հոդվածի լույսի ներքո այլևս կենտրոնական տրական հանձնաժողովը այդ միջնորդությունը չէր կարող քննարկել, որովհետև 91-րդ հստակ ասում որ պատգամավորի թեկնածուի իրավունքները եւ պարտականությունները գործում են մինչև սահմանադրական դատարանի որոշումը։ Բայց տեսեք, պարոն Ղազինյանի դեպքում, ինքը եղել է թեկնածու, իսկ ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը հարգի դերականում կանոն ընտրական օրենսգիրքը կամ ընթերցեք, ինքը հենց ասում է թեկնածու, ոնց որ թվարկում է, պատգամավորի թեկնածու, ընտրված լիազորությունները չստանձնած պատգամավորի, այսինքն այս երկու կարգավիճակի համար պահանջում է, որպեսզի բացառապես կենտրոնական տրական հանձնաժողովի համաձայնությամբ
միայն քրեական հետապնդումը հարուցի։ Երբ որ պարոն Ղազարյանը եղել է պատգամավոր թեկնածու, այն ժամանակ դատախազությունը միջնորդությունը ներկայացրել է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այդ միջնորդությունը քննարկել է եւ որոշումը կայացրել է բավարարել։ Եվ մի հանգամանք եւս պիտի ուղղակի նաեւ մեզ հետևող քաղաքացիների համար ըստ էության Սահմանադրական դատարանը կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջում է, որպեսզի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտարկի թեկնածուի որպես թեկնածու իրավունքների պահպանության հարցը։ Այսինքն իր ընտրվելու իրավունքի, որպեսզի տեղի չունենա ընտրվելու իրավունքի խախտում։ Այսինքն սա սահմանադրական, այսինքն դատարանի պահանջն է, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջնորդությունները քննարկելիս դատարանի գործառույթ չի իրականացնում, այսինքն ապացույցները թույլատրելի են, թույլատրելի չեն, կամ մեղադրանքը, այսինքն հիմնավոր կասկածը, այսինքն առկա է, առկա չէ, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալ դեպքում խնդրին մոտենում է միջնորդությունը քննարկելիս սուտ թեկնածուի իրավունքների, որպես թեկնածուի իրավունքների ապահովման տեսանկյունից եւ բազմաթիվ միջնորդություններ, որոնք որ եղել էին, որ մինչև քվեարկության օրը մենք ունեցել ենք միջնորդություններ, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել հունիսի 5-ին եւ 6-ին։ Ես ուղղակի տեղեկացնում այդ միջնորդությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկել է ընտրություններից ավարտից հունիսի 15-ին, եթե չեմ սխալվում, հունիսի, այսինքն ընտրությունները ամփոփելուց հետո, այսինքն սահմանադրական դատարանի այն պահանջը, որ թեկնածուի, որպես թեկնածուի իրավունքները չպիտի ոտնահարվեն, դա նաև դա նկատում ենք։ Այսինքն այդ հունիսի 15-ին այլևս թեկնածու ընտրվելու իրավունքի այս խնդիրը չկար։ Այս ինստիտուտը կա եւ ընտրական օրենսգիրքում այս կարգավորումը կա, կան այս սահմանադրական դատարանի որոշում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողով այս խնդիրները քննարկում եւ տալիս է լուծումներ։ Պարոն Կարապետյանի հետ կապված իրավիճակի փոփոխություն կարծում եմ հասկանալի դարձավ, որ ինքը որպես թեկնածուի իրավունքները պարտականության դադարել են եւ մենք վերադարձրել ենք միջնորդությունը եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցուցակի առաջին ամանը դատախազությունը հենց գնահատելով, որ իրենք որ սահմանադրական դատարանի որոշման, այսպես ասած, լույսի ներքո իրենք պիտի պարտադիր ստանան կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությունը, իրենք նորից արդեն դրամաշակված միջնորդություն կրկին ներկայացրել են եւ այսօր մենք նոր այդ միջնորդությանը կանդրադառնանք։ Պարոն Հովհաննիսյան, սա ազգային ժողովի այս վերջին օրենքի փոփոխությունների հետ կապ ունի, ուժգնությունից հրաժարվելու եւ պարտադրելու, որտեղ այդպիսի խոսակցություն Նարեկ Կարապետյանի չծառայելու վերաբերյալ գործը այդ կառույցի ինչին է վերաբերում։ Հարգելի լրագրող, քանի որ ինչու են այդ նիստերը տրամփակ, որտեղ ինքը նախաքննության նյութերն են հրապարակվում եւ նիստում։ Եվ նախաքննության գաղտնիքի տեր դա դեպքում դատախազությունն է, որ եւ տեսեք, դուք ես որպես կան նախագահ եւ նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները իրավունք չունեն որևէ կերպ հրապարակելու մեղադրանքի նյութերը կամ մեղադրանքը ինչու է կարող դա եթե դատախազությունը կցանկանա, դատախազությունը կանի, նույնիսկ փաստաբաններն են այդ որոշակի կարգավորվածություն ունեն, օրինակ որքան իրենք կարող են ասել ներկայացնել, բայց ամեն դեպքում հաստատապես դրա դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը իրավունք չունի նախաքննության թեման բացահայտել։ Ուղղակի լրացումի հասկանել ես էլի, պարոն Հովհաննիսյան, միայն Նարեկ Կարապետյանի հետ կապված է դիմում